Հավատքի ուղով և ոգևոր չերվերանությամբ հարության օրնապեր խորհրդով ամրապնդված և Քրիստոսի պատվական խոստումներով կաչալերված աղոթասացի հետ վերջում ենք այս խորիմաստ խոհապանական բարերը ասելով հարկ հրաշաբար հարության կոդեր։ Գողություն մանուցեմ Աստուծո հավատավոր բարեբաշտ հյուրեր և եղբայրներ, որովհետև այսօր ներքին արիք ունեցանք հավաքաբար մասնակցելու Սուրբ Եվանգելիա պատարագի հոգեբարար արարողության հավատով խորանալու և մտքաբեր դառնալու համար։ Միաժամանակ որդիաբար շնորհակալություն եմ հայտնում Արարատյան հայրապետական թեմի բարեկամ հրաշքորդական փոխանորդ երաշնորհ Տեր Նավասար Սրբազան արքեպիսկոպոսի, որի թույլտվությամբ և հավանությանը միջոցով այսօր ևս արիք ունեցա այստեղ Սուրբ Եվանգելիա պատարագ կառուցելու և ցերեկ աղոթագից լինելու։ Անուն Հոր և Որդու և Որդուի Սրբո ամեն։ Հսկում եղեք, արդում եղեք, որովհետև ձեր թշնամին Սատանան մռնչող այծի պես շրջում է և փնտրում, թե ում բուլ տա։ Հավատացյալ ժողովուրդ, մեր քրիստոնեական ապրելացելը պատերազմ է, ինքնահապեյություն է պատկերացնել հավատքի կյանքը առանց հոգևոր սպառազինության։ Մենք որպես հայ հավատքերական եկեղեցու անդամներ կոչված ենք զինվորակրյալ եկեղեցու անդամ։ Եվ այս սուրբ կոչումը, նվիրական կոչումը կարող ենք արտարացնել մի խոսքով, կարող ենք լինելու արժանավոր զավակները զինվորակրյալ եկեղեցու, եթե երբեք հոգևոր սպառազինությամբ պատրաստ վիճակի մեջ ենք մեղքի դեմ պայքարելու։ Մենք ամեն օր մեղանչում ենք, մեզանից չկա մեկը, որ կարող է ասել, թե արդար է կամ սուրբ է։ Բոլորս մեղանչում ենք, մտածումով, խոսքով, գործով։ Եվ չարը Սատանան, Քրիստոսի բարերով սնության հայրը, մոլորեցուցիչը, անսարկուն, ինք միշտ սերմանում է մեղքի որոնը, մարդկանց ներաշխարհի մեջ, հսկացումների, մտածումների մեջ, որպեսզի մարդը Աստծո օրենքը խախտե և չարի մեղքի հսկուկ դառնա։ Եվ դրա համար հավատքի կյանքին անբաժան է պայքար մեղքի դեմ։ Եվ դրա համար հավատացյալը միշտ էլ սպառազինվելու է հոգևոր ճշմարտություններով, ավետարանի սկզբունքներով, որպեսզի կարողանա դիմադրել չարի խաբեբար հնարքները։ Սուրբերևին ասում է. ես կարող չեմ թրջունի ասել, թե գլխից վերև մի թրջիր, բայց կարող եմ արգելել, որ գլխուս հրապույն չիշինե։ Մենք չենք կրնար պատկերացնել կյանքը առանց փորձությունների, դարբնապների, դժվարությունների։ Ինչպես որ անհնար է պատկերացնել ծովը առանց արագությունների, նույնպես անհնար է պատկերացնել հավատքի կյանք առանց նեղությունների, փորձությունների։ Եվ դրա համար մեր Տերը հորդորում է առաքյալներին ասելով. արդուն եղեք և աղոթեցեք, որպեսզի գործության մեջ չընկնեք։ Եվ մենք եղունական աղոթքի ժամանակ Աստծուն ասում ենք այլ փրկյաց մեզի չարը, որովհետև աշխարհի մեջ շարիկը ընդհանրացած է, մեղքը ամեն տեղ տարածված է, և դրա համար հավատացյալը եթե երբեք ուզում է աստվածահաճո կյանք ապրել, եթե երբեք ուզում է Աստծո արքայության ժառանգորդ լինել, անպայմանորեն պետք է մեղքի դեմ պայքար մնել։ Եվ Աստծուն Աստված մեզ շնորհած
է բազմաթիվ միջոցներ հավատքով ամրապնդելու, հոգևորապես ըսպարասինվելու, որպեսզի կարողանանք հավատքի վանով և Սուրբ Հոգու ներգործությամբ լինել ուխտաբար և հավատարիմ։ Մենք որպես եկեղեցի սիրելի ժողովուրդ դոնում ենք սրբերի օրհնյալ և լուսավոր հիշատակը։ Չենք դոնում սրբերի ծննդյան օրը, դոնում ենք սրբերի կյանքի վախճանը, որովհետև իրենք մինչև վերջ մնացին հավատարիմ և ուխտաբար եկեղեցու նկատմամբ, ավետարանի նկատմամբ, իրենց վստահված առաքելության նկատմամբ, և դրա համար Պողոս առաքյալ ասում է. հիշեցեք ձեր առաջնորդները, որոնք Աստծո խոսքը բերին ձեզ, նայեցեք թե ինչպես ապրեցան և ինչպես վերանանում և օրինակ արեցան հավատքին։ Տեսեք եկեղեցիների մեջ կան սրբապատկերներ, յուրաքանչյուր սուրբ ինքնին մեզ տալիս է պատկանում, յուրաքանչյուր հավատքի հերոս սուրբ մեզ հիշեցնում է, թե իրենց կյանքի մեջ կար նեղություն, կար դարաբանք, բայց միաժամանակ հավատքով հզոր էին, որովհետև կարողացան մեղքի դեմ պայքարել և Աստծո նկատմամբ իրենց ունեցած անվերաբար սերը արտահայտել, ցուցաբերել, մեղքը խստիվ մերժելով և արդարություն գործելով, որպեսզի լինեն Աստծո հավատարիմ զավակներ։ Այդպես էլ ապրեցան սրբերը։ Դրա համար եկեղեցին հարուստ է հավատքի վկաներով, որովհետև իրենց հաղթական ելնով մեզ ցույց տվեցին, թե ինչ նշանակում է հոգևոր հսկարազինությունը։ Սիրելիներ, կյանքը պատերազմ է։ Առօրյա հարցի համար մարդիկ պայքարում են, որպեսզի փող վաստակեն, դուն բայեն, ապա երկինքեն իջած հացը ապահովելու համար կրկնապատկված երանքով, անսպար կյանքով, հաստատուն հավատքով պետք է պայքար անենք, որովհետև չարը մոլորեցուցիչ է, կայտակեցնող է, բազմաթիվ հնարքներ ունի, որպեսզի կարողանա մարդու միտքը բնդորել, որպեսզի մարդը շեղվի, արդարության, սրբության և ճշմարտության ուղիեն։ Եվ դրա համար հավատքի ճանապարհի վրա կարծես որ տրված չէ, հավատքի ճանապարհը խաչի ուղին է, և մեր կյանքը ուխտագնացություն է, դեպի Վերին Երուսաղեմ, և այդ ուխտագնացության միակ ճանապարհը խաչի լուսաշող ուղին է։ Դրա համար Տեր Հիսուս հավատարիմ հետևորդության և աշակերտելու համար ասաց գրիր քո խաչը և ետևես կարի։ Խաչը իրողապես ներկա է մեր կյանքում, եթե մենք մեղքի դեմ պայքար մղելու պատրաստակամություն ունենք աղոթական կյանքով, առաքինի ապրելացելով, աստվածաշունչ ընթերցելով, հավատքի մեջ խորանալով, արարողությունների մասնակից դառնալով, որպեսզի մենք էլ կարողանանք լինել զինվորակրյալ եկեղեցու զավակները։ Դրա համար առաքյալի ոգեշարք որդորը յուրաքանչյուրիս համար կարևոր է, և դրա համար ասում է արթուն եղեք, որովհետև ձեր թշնամին սատանան բռնչող առյուծի պես շրջում է և փնտրում թևում կուլտա, և հաջորդ համարի մեջ առաքյալ ինք տալիս է մեզ գործնական լուծումը, ասում է դիմադրեք նրան հավատով հաստատուն լինելով, դիմադրեք նրան չարին հավատով հաստատուն լինելով։ Մենք ամեն օր երևան աղոթքի մեջ Աստծուն ասում ենք ավել ինես դեր ամենական ըզավատ, ըզույս և ըսեր, այսինքն ավելացու բազմավատքի ողդերներ, հավատքը հույսը և սերը, որովհետև աստվածաաջող կյանք ապրելու միակ ձևը հավատն է, բայց բան հաստ մեր Խրոջին, մեր անձին, խորատապանց երկով, անգերձությամբ, խոնարհությամբ, ինքնատենությամբ, թե որքանով մեր հավատքը հաստատուն է։ Առաքյալը չի ասում հավատքը, ասում է հաստատուն հավատքը, և հաստատուն հավատք ունեցողը նման է այն տան, որ կառուցված է ժայռի վրա, ինչպես որ Տեր Հիսուս Քրիստոս Լերան քարոզի ավարտին ասում է, ով որ իմ խոսքս լսում է
աստուն մարդու, որ նունը գառուցած է ժայռի վրա։ Անսևը կտեղա, կետը գորդի, կամին կպչե, բայց այդ տունը մնում է անխորդագելի։ Եվ դրա համար մեր կյանքում նեղություններ շատ կան, մանավանդ փորձություններ, իսկ քրիստոնյան պետք է միշտ ապրի հոգևոր արքունության, խղճի արքունության եւ խիճը դաստիարակում է Աստծո խոսքով, որպեսզի մարդ արարածը լինի ըսկայուն, ունենա ըսկայուն խիճ, նուրբ խիճը, որպեսզի կարողանա ամրապնդված հավատքով մերժել չարի կապեպա հանգարները, հրավիրիչ առաջարկները, հոգեկանտ մտածումները, բիրծ խորհուրդները, որպեսզի մարդը մնա հավատարիմ եւ ուխտաբար մինչեւ իր կյանքի վերջալույսը։ Դրա համար հայտնության գրքի մեջ դերն ասում է հավատարիմ եղիր, նույնիսկ եթե մեռնիլ պետք է եւ ես քեզ կյանքի մսակը ունեմ։ Քրիստոս հարություն արավ ներերեն եւ մեզ մնայուն հույս եւ մխիթարություն բարգեւեց, որպեսզի այդ հարության հաղթաբեր, ավելաբեր զորությունը մեր կյանքում ունենանք, հարության օրհնությունները մեր կյանքում ունենանք, որպեսզի լինենք լույսի ու ցերեկի որդիներ։ Առաքյալ ասում է, դուք գիշերի եւ խավարի չեք պատկանում, դուք լույսի եւ ցերեկի որդիներ եք։ Եվ դրա համար եկեղեցին ինք տալիս է հնարավորությունը, որպեսզի կարողանանք մեղքի դեմ պայքարել։ Այդով ասում է մի հեղինակի խոսքը, ասում է մեղք գործելը մարդկային է, մեղքի մեջ մնալը հրեշային է, եւ մեղքեն հրաժարվելը հրեշտակային է։ Ուրեմն հասնանք նրանցին, դենեք եթե երբեք մեղանչում են ինչ է պատճառը, մոռացությունը, անզգուշությունը, անդարբերությունը, ցանկությունը, եկեղեցին խոստովանության այլ տալիս է մեզ, որպեսզի մեր մեղքերը ընդունելով խոստովանենք չերվերանքությամբ, անգելությամբ, խոնարհությամբ, որովհետև Տեր Հիսուս Քրիստոս իր բարությամբ, մարդասիրությամբ միշտ պատրաստ է ընդունելու մեր խորասկած զղջումը եւ դարձը։ Ուրեմն մեր եկեղեցու այրերը շատ գեղեցիկ երբով նկարագրած են մեր կյանքը։ Այս կյանքը աշխարհը մեղքով արևոց միծով է։ Մենք նավակն ենք, Քրիստոս բարի նավամետն է, իսկ Աստվածաշունչը այն կարդեսն է, որ ցույց տալիս է մեզ խաղաղ նավակիստը։ Իսկ հույսը այն հերաթիթակն է, որ ցույց տալիս է մեզ, թե արևոծյալ ծովեն մեջ գա խաղաղ նավակիստ։ Ուրեմն աշխարհի ծովի մեջ մենք ապրում ենք ցնցումներ եւ դառնալներ, եւ դա բնական է։ Նույնիսկ նստում ենք ցավ, եւ ցավը սկալը մարդկային դվյալ ունենալու նշան է, բայց նաեւ ունենք ցավագից, ունենք մխիթարիչ, ունենք օգնական եւ ունենք հոգեորապես սպառազինվելու հրաշալի միջոցներ, որովհետեւ Աստված եկեղեցու ջանքով մեզ առաջնորդում է դեպի խաղաղ նավակիստ։ Չարը գործում է, դերնալ ներգործում է, չարը առաջարկում է, Դեր Աստված է հրավիրում է, մնում է ողնորոշվել, որովհետև մարդ ունի ազատ կյանք եւ դրա համար առաքյալը ասում է սեր մարդկային ազատությունը շարիկ գործելու բادرվակ թող չլինի։ Եվ առաքյալը ասում է ամեն ինչ արգոված է, բայց ամեն ինչ օգտակար չէ։ Եկեք մենք այսօր սիրելիներ, ներուղտը վերանորոգենք եւ Սամոսի աղոթագույր բարերը գտնենք լսելով բաց աչքերս դեր, որպեսզի օրենքից հսկանչելի ճշմարտությունները տեսնենք։ Եկեք մենք Պողոս առաքյալի հետ գտնենք սրտի ուրախությամբ, հոգևոր ցնծությամբ, ասելով գոհություն Աստուծո, որ Քրիստոսի հաղթական երթին մասնակից կդարձնե մեզ։ Ուրեմն Քրիստոսի հավության խորհրդով զորացած շարունակենք մեր ուխտակնացությունը, մեղքով արևոծյալ այս աշխարհին դեպի խաղաղ նավակիստ մահվան շուկի այսօրը դեպի վերին Երուսաղեմ, որպեսզի մնանք հավատարիմ
ժողովրդավարությամբ շարունակենք մեր կյանքը, այսօր ծավը մեր սրտում, այս միաժամանակ հարության խորհրդով մխիթարված և ցնծությամբ լցված շարունակենք ապրել Աստծո փառքի եկեղեցու պայծառության և արքայության հասնելու վար հույսով, որպեսզի մեր կյանքի դեպողության փառավորենք ամենասուրբ երրորդությունը, Հայրը, Որդին և Սուրբ Հոգին։ Ամեն։